Կարևորի մասին հաղորդաշարն է եթերում, բարև ձեզ։ Ինչպես գիտեք, լրանում է Հայոց ցեղասպանության 110-րդ տարելիցը։ Այդ արդիվ այսօր մենք կզրուցենք ցեղասպանագետ, ազգագրագետ, պատմական գիտությունների դոկտոր, Հայոց ցեղասպանության թանգարան ինստիտուտի բաժնի վարիչ Հարություն Մարությանի հետ։ Բարև ձեզ, պարոն Մարության, շնորհակալ ենք շատ մեր հրավերն ընդունելու համար, ժամանակ տրամադրելու համար։ Ամենասկզբից սկսենք, Կապանը հյուրընկալել է ձեզ այս օրերին, որն է եղել այսպես նախաձեռնության նպատակը։ Նախաձեռնությունը եղել է Կապանից, փոխքաղաքապետ պարոն Թադևոսյանը կապվել է մեր տնօրենի հետ եւ խնդրել է, որ մենք ուզում ենք 110-ամյակի արդիվ միջոցառում անել եւ լավ կլիներ, եթե մեկնումեկը թանգարանից գար, հանդես գար բանախոսությամբ։ Այդ բանը կոտրվեց իմ վրա ու ես մեծ հաճույքով եկա, որովհետև Կապանում վերջին անգամ եղել եմ 11-12 տարի առաջ ստալինյան բռնությունների հետքերով ուսումնասիրություն էին կատարում ու ասեմ, որ դատարկաձեռն չեմ եկել, նոր քիչ առաջ մենք գրադարանում էինք պարոն Թադևոսյանի հետ եւ նվիրեցի մեր թանգարան ինստիտուտի 2020 թվականից ի վեր հրատարակվող մատենաշարի մոտ 10 հատորներ հայոց ցեղասպանությունը վերապրածների հուշագրություններ, այդպիսի մատենաշար ենք ստեղծել 20 թվականից 13 հատոր լույս է տեսել, մի մասը անգլերեն, ռուսերեն, ֆրանսերեն ու նաեւ իմ մենագրությունը, որ նվիրված է Ղարաբաղյան շարժման եւ ցեղասպանության հիշողությանը եւ օգտվելով առիթից կոչ եմ անում ղափանցիներին, հատկապես պատանիներին ու երիտասարդներին գնալ գրադարան եւ այդ գրքերը խնդրել ու կարդալ։ Որպեսզի տեսնեն, թե ինչպես են դիմագրավել ցեղասպանության այդ դաժան իրողությանը փոքր երեխաները, պատանիները, երիտասարդները ինչպես են վերապրել, որը որ հերոսական պայքարի շնորհիվ է եղել։ Նախաձեռնության շրջանակում նաև բանախոսությամբ ասեցիք հանդես եք գալու, ինչ շրջանակում ես ենթադրում եմ, որ բանախոսության այսպես ժամանակահատվածը կարճ կլինի բնականաբար, ինչպես եք փորձել սեղ ժամկետում ներկայացնել ձեր ասելիքը եւ ինչ թեմայի շրջանակում։ Ասեմ, ժամանակահատվածը 60 րոպե է եւ դրան կհաջորդեն հուսով եմ հարցեր եւ միգուցե քննարկում, ինչի համար միանշանակ ուրախ կլինեմ։ Ապրիլի 24-ի մասին է։ Երբ ինչպես ինչ հանգամանքներում ձևավորվեց այս ապրիլի 24-ի նշումը, ինչ զարգացումներ ունեցավ եւ ինչպես հասավ մեր օրերը։ Ժամանակին դրա մասին հոդված եմ գրել, որ լույս է տեսել ցեղասպանագիտական հանդեսի 2 համարներում, այդ հանդեսները նույնպես տվեցի, հանձնեցի գրադարանին, այնպես որ եթե չտեղավորվեմ, հետաքրքրողները հնարավորություն ունեն նաև ծանոթանալու այդ գրությանը։ 110 տարի առաջ տեղի ունեցավ հայոց մեծ ցեղասպանությունը, չնայած կարելի է եւ ավելի շատ տարիներ այսպես համարել, ոչ թե 110-ը, դա պաշտոնական այսպես թիվ է ընդունված։ Այո, 110 տարի առաջ սկսվեց, այսինքն այդպես քանի որ ձերբակալեցին մտավորականության սերուցքին ապրիլի 24-ին, դա հետո պայմանականորեն ընդունվեց որպես ցեղասպանության սկզբի օր։ Թե չէ իհարկե բռնությունները շատ ավելի շուտ են եղել եւ բազմաթիվ են եղել, սակայն զանգվածային ոչնչացման, բնաջնջման այն քաղաքականությունը, որը որդեգրեց Օսմանյան կայսրության վերնախավը, դա հենց 15-23 թվականներն էին։ Ամեն տարի էլ ցեղասպանությունը բնականաբար տարբեր միջոցառումներով ցեղասպանության տարելիցները տարբեր միջոցառումներով նշանավորվում են։ Այս տարի հաշվի առնելով, որ 110-րդ տարին է, ցեղասպանության թանգարան ինստիտուտը ինչ միջոցառումներ է նախատեսել Հայաստանում, Հայաստանից դուրս առհասարակ։ Ուրեմն տեսեք, մենք գիտական, կրթական, մշակութային հաստատություն ենք, հիմնադրամ ենք 2017 թվականի դեկտեմբերից ի վեր։ Մենք եւ Մատենադարանը միանգամից դարձանք հիմնադրամներ, այսինքն կարգավիճակը փոխվեց եւ մենք գործում ենք այնպես, ինչպես որ վայել է, հարիր է նման հաստատություններին, այսինքն գիտաժողովներ, ցուցադրություններ, գրքերի հրապարակումներ, կրթական ծրագրեր այդ ուղղություններով եւ ինչպես ամեն տարի Թանգարանը հիմնադրվել է 1995 թվականին, այսինքն այս տարի թանգարանի 30-ամյակն է,
Ինչպես ամեն տարի, այս տարի նույնպես ուրեմն մայիսի 29-30-31 մենք անում ենք միջազգային մեծ գիտաժողով, որի պաշտոնական վերնագիրն է ուրեմն հայոց ցեղասպանության մեկ դարը, ժառանգություն, մարտահրավերներ, ապագա։ Այսինքն թե այս մեկ դարի ընթացքում ինչ բնույթի աշխատանքներ են տարվել, ընդհանրացնող ինչ խնդիրներ կան եւ ինչպիսի լուծումներ ենք մենք փորձելու առաջարկել, փորձելու ունենալ առաջիկա 100-ամյակում։ Եկեք պետք է հասկանանք, որ արդեն անցել է 1 դար։ Հայոց ցեղասպանության ուսումնասիրությունների 1 դար անցել է։ Ժամանակները փոխվում են, հարցադրումները փոխվում են, ինչ խնդիրներ լուծվել են, ինչ խնդիրներ դեռ կարոտ ունեն լուծվելու։ Ես գիտական տեսանկյունից եմ ասում, գիտաժողովը փորձելու է արծարծել նման հարցեր։ Նաև այսօր ժամը 3-ին բացվել է նոր ժամանակավոր ցուցադրություն, ընդ որում շատ հետաքրքիր ձևավորմամբ, որովհետև հրավիրեցինք եւ կամավոր անվճար հանձնարարան ճարտարապետական մի խումբ նախագծեց ցուցադրությունը, որը որ կոչվում է ուրեմն փաստագրելով հանցագործությունը հայոց ցեղասպանության ականատես վավերագրողները եւ աշխարհի տարբեր երկրներից տարբեր ազգության մարդիկ թե ինչպիսի վկայություններ են թողել հայոց ցեղասպանության մասին։ Ամերիկացիներ, ռուսներ, թուրքեր, հրեաներ, եվրոպական տարբեր ժողովուրդների ներկայացուցիչներ, դա շատ կարևոր է, այսինքն որ հաճախ երբեմն ոչ թե հաճախ, այլ երբեմն ասում են, թե դուք հայերդ դա ձերն է եւ այլն, ոչ, աշխարհը տեղյակ է եղել եւ տեղյակ է եղել նախ եւ առաջ այդ վավերագրողների շնորհիվ, նրանց անբասիր գործունեության շնորհիվ, ինչի համար մենք իհարկե նրանց շատ շնորհակալ ենք։ Դուք նշեցիք, որ 1 դար եւ ավելի անցել է ուսումնասիրություններից, մեր օրերում հետաքրքրությունը թեմայի հանդեպ եւ հայ գիտնականների եւ միջազգային գիտնականների շարունակում է արդիական մնալ։ Հիմնական որ ուղղությամբ է հետաքրքրվածությունը, աշխատություններ ինչ ինտենսիվությամբ են, այսպես ասած, լույս տեսնում։ Ֆիլմեր, չգիտեմ, տարբեր ամեն ձևով պետք է փորձենք հանրայնացնել թեման, այնպես չէ որ միանշանակ եւ իհարկե շարունակում է ակտուալ մնալ, շարունակում է նաեւ այժմեական մնալ մեր օրերում տեղի ունեցող իրադարձությունների պատճառով։ Տեսեք, կա International Association of Genocide Scholars, Genocide Studies, IAGS-ը, որը որ մինչև հիմա ուրեմն գնահատականներ է տալիս այն ցեղասպանական արարքներին, որոնք որ տեղ են գտնում նաև մեր օրերում, այդ թվում նաև նրանք գնահատական տվեցին Արցախում տեղ գտած իրադարձություններին, նաև Գազայում տեղ գտած իրադարձություններին, այսինքն այդ միավորումը, այդ կազմակերպությունը միավորում է հարյուրավոր գիտնականների եւ նրանց խոսքը շատ կարեւոր է եւ նրանք փորձում են շատ օբյեկտիվ լինել եւ իրոք գիտական բարձր մակարդակով իրենց մեկնաբանությունները տալիս են։ Այսինքն այդ կազմակերպության մեջ միավորված ուրեմն հետազոտողների համար շարունակում է հայոց ցեղասպանության թեման մնալ խիստ կարեւոր եւ խիստ արտիական։ Շարունակում են գիտաժողովները, տեսեք, եթե դա հետաքրքիր կամ այժմեական չլիներ, չէին լինի գիտաժողովներ, գիտաժողովներ շարունակվում են, հետազոտողներ գալիս են, ասպիրանտներ, հայցորդներ շարունակում են գալ եւ մեր պարագայում այն, որ մենք շարունակում ենք պահանջել պատմական ճշմարտության վերհանում եւ պատմական արդարության հաստատում։ Այն ինչ որ մենք 100 տարի շարունակ, այսինքն մեր պայքարը եղել է հանուն դրա, որովհետև այդ դրանք բարոյական շատ մեծ հասկացություններ են, որոնք ունեն համաշխարհային ընդունում, ընկալում, ընդունելություն եւ մեզ համար նույնպես հարցադրումը այդ տեսանկյունից դնելը շատ կարեւոր է։
Միջազգային ճանաչման որ փուլում է հայոց ցեղասպանությունը եւ տարբեր մակարդակներում ինչպիսի աշխատանքներ են իրականացվում այդ գործընթացը առաջ մղելու համար։ Տեսեք, ես ելի ուզում եմ շեշտել, որ մենք գիտական, կրթական, հասկանալի է, քաղաքական հարցերի մասին չի խոսքը, քաղաքականություն թողնենք մի կողմ։ Եվ անցյալ տարի շատ մեծ գիտաժողով տեղի ունեցավ ցեղասպանության թանգարանում, 3 օր շարունակում էր, ավելի քան 3 տասնյակ ուրեմն բաներ մասնագետներ են, որը գիտաժողով այսպես էր վերնագրված հայոց ցեղասպանության միջազգային ճանաչումը տասնամյակների անավարտ պայքարի հիշողութային, քաղաքական եւ աշխարհաքաղաքական ուղենիշները։ Շատ տարբեր երկրներից ուրեմն գիտնականներ էին եւ այդ հարցը քննարկում էին, թե ինչ վիճակում է, համեմատում էին այլ երկրների նմանատիպ իրավիճակների հետ եւ իրենց մասնագիտական կարծիքներով էին կիսվում։ Ես մեծ հույս ունեմ, որ եթե ոչ այս տարի, ապա մյուս տարվա մեջ լույս կտեսնի ժողովածու անգլերեն լեզվով այդ ուրեմն գիտաժողովի նյութերի հիման վրա։ Հիմա հայոց ցեղասպանությունը ճանաչել են 3 տասնյակ 30-31 երկրներ։ Նայած ինչպես հաշվենք, որտեղ միջազգային կազմակերպությունն եթե հաշվենք, դա շատ ավելի շատ է։ Եվ մեր դերը նրանումն է, որ մենք ամեն տարի 60-ից 90 պաշտոնական պատվիրակություն է գալիս հայոց ցեղասպանության հուշահամալիր, որոնց մի մասը այցելում են նաև հայոց ցեղասպանության թանգարան, ցուցադրություն։ Եվ թանգարան ինստիտուտը իր աշխատակիցների միջոցով այդ իր գործն է տանում, այսինքն այդ պատվիրակություններին պատմում է, ներկայացնում է այն ինչ տեղի է ունեցել հայոց ցեղասպանության տարիներին, դրանից առաջ եւ մի քիչ էլ նաեւ դրանից հետո։ Այդ մեր գործառույթը հիմնականում այդ ոլորտում է եւ ես համոզված եմ, որ բազմաթիվ ճանաչումներ տեղ են գտել որոշակի երկրներում, նաեւ շնորհիվ այն բանի, որ այդտեղից պատվիրակություններ են եկել ցեղասպանության թանգարան, հուշահամալիր, տեսել են, համոզվել են ու հետո նաեւ համապատասխան որոշումներ են ընդունվել պետությունների կառավարությունների կողմից։ Թանգարան ինստիտուտը ինչպես է կարողանում արխիվները համալրել։ Կա այդպիսի գործընթաց, թե ինչ հավաքել եք արդեն հայտնաբերվում են դեռ որոշակի փաստաթղթեր։ Այդպիսի գործընթաց կա եւ 2015 թվականին, երբ որ ստեղծվեց նոր ցուցադրություն, դրան նախորդել էր երկարատև աշխատանք, երբ որ բազմաթիվ իրեր, փաստաթղթեր, ձեռագրեր ձեռք էին բերվել եւ դրանց մի զգալի մասը տեղ գտավ ցուցադրության մեջ։ Հիմա մենք եւ դա ենք օգտագործում մեր ժամանակավոր ցուցադրությունների համար եւ ու նաեւ նվիրատվությունների միջոցով տարբեր մարդկանց տված փաստաթղթերը, լուսանկարները, մանավանդ հուշագրությունները, ասենք վերջին նման ձեռքբերումներից է օրիգինալ լուսանկարներ Մուսա Լեռան փրկության գործից։ Իմիջիալոց նկատեմ, որ արդեն 2 օր առաջ թանգարանի տնօրենը դրա մասին խոսեց հարցազրույցում, նախատեսվում է, եթե չեմ սխալվում, աշնանը Ֆրանսիայի դեսպանության համագործակցությամբ ուրեմն հուշահամալիրի հուշապատի հետնամասում կան 17 մարդկանց ուրեմն գերեզմանից վերցրած հող, որ դրված է փոքր սափորներում եւ նիշաների մեջ ամփոփված է, մարդիկ, որոնք հասարակական քաղաքական մշակութային գործիչներ, որոնք իրենց ձայնն են բարձրացրել ի պաշտպանություն հայ ժողովրդի։ Ավելացնել ուրեմն Մուսա Լեռան փրկության գործին շատ կարևորագույն մասնակցություն ունեցած ադմիրալ Ֆորնիեի ուրեմն գերեզմանից վերցրած հողը։ Մինչ այդ հունիսի 24-ին Ռաֆայել Լեմկինի այն անձնավորության, որը որ ստեղծեց ցեղասպանություն եզրույթը եւ ում համար ելակետային բաներ ծառայել հենց հայոց ցեղասպանությունը եւ դրա մասին կան վավերագրեր, կար նաեւ ֆիլմ, դոկումենտալ ֆիլմ, որտեղ ինքը խոսում է հայոց ցեղասպանության նշանակության մասին իր համար այդ տերմինը, այդ եզրույթը, այդ հասկացությունը կերտելու համար պարագայում։ Եթե թվերից խոսենք, ինչքան ինչ ունենք։
շատ ունենք, մինչև ուրեմն ավելի քան 90,000-ի չափ։ Ես խոսեցի լուսանկարների մասին, արխիվային փաստաթղթեր, հուշագրություններ, իրեր։ Այ հիմնականում ամեն տարի եւ դրա մասին մենք հաշվետվությունը դնում ենք ամեն տարվա վերջում genocide.museum.am մեր կայքում եւ Facebook-յան էջում։ Եվ սա բավարար է ճանաչելի աշխարհին ճանաչելի դարձնելու համար ցեղասպանությունը։ Գիտեք ինչ, դոկումենտներ կան, այդ դոկումենտների օրիգինալները բնականաբար չունենք, դրանք արխիվներում են եւ հայաստանյան եւ դրսի արխիվներում եւ դրանք վաղուց հրատարակված են, դրանց մեծագույն մասը հրատարակված է նաեւ օտար լեզուներով եւ գիտական աշխարհում որևէ բան չկա, որևէ հակափաստարկներ չկան։ Դա ընդհանրապես ժխտողական քաղաքականություն որդեգրած մի քանի պետություններ են, որոնք որ պաշտոնապես չեն ճանաչում։ Ճանաչման հետ կապված եւս մի բան եմ ուզում ասել, տեսեք, ճանաչման խնդիրը վաղուց ի վեր քաղաքական դաշտում է, ոչ թե գիտական դաշտում, այլ քաղաքական դաշտում։ Եվ ես ավելի քան 40 պետությունների ներկայացուցիչներ մշտադալար եղևնիներ են տկել հիշողության պուրակում։ Այդ եղևնիները որ կան, որ գալիս ենք դեպի հուշարձան ճանապարհին, դա հենց տարբեր պետությունների ղեկավարների, պատվիրակությունների ղեկավարների տնկած եղևնիներ են։ Նրանց մի մասը պաշտոնապես չեն ճանաչել պաշտոնապես, որտեղ դա քաղաքական խնդիր է իրենց համար, բայց այն փաստը, որ նրանք տնկել են եղևնիներ, դա արդեն իսկ վկայում է, որ հա, մեր հարևան Վրաստան, եղբայրական Վրաստանի ղեկավարները մի շարք նախագահներ, վարչապետեր, արտգործնախարարներ, պաշտպանության նախարար եւ այլն իրենց կաթողիկոսը մշտադալար եղևնի տնկել են այդ պուրակում, այսինքն այդ մարդիկ պատահական մարդիկ չեն, Վրաստանի ղեկավարներ են եւ իրենց հարգանքի տուրքը մատուցել են հայոց ցեղասպանության զոհերին։ Բայց Վրաստանը պաշտոնապես չի ճանաչել, քանի որ ունի տնտեսական, գուցե նաև քաղաքական լավ հարաբերություններ Թուրքիա պետության հետ։ Հասկանալի է, այլ դաշտ զրույցը չտեղափոխենք, դա թողնենք այլ մասնագետներին։ Ցեղասպանությունը վերապրածների սերունդների շրջանում ինչպիսի գործունեություն կա այս առումով։ Հուշագրությունները, ուրեմն հուշագրությունները հանձնում են հենց վերապրածների ժառանգները, իրենք հետամուտ են լինում եւ մենք էլ ենք հետամուտ լինում եւ ամեն անգամ երբ որ գիտաշխատողները հուշագրությունները պատրաստում են հրատարակության անպայման կապվում են հանձնողների կամ նրանց արդեն ժառանգների հետ տեղեկացնում են որ այսպիսի գործ են կարել եւ նրանք գալիս են ներկա են լինում ամենատարբեր միջոցառումներ են լինում եւ նրանք միշտ գալիս են ասենք անցյալ տարի էր որ Սողոմոն Թեհլիրյանի հարազատների ժառանգները հանձնեցին նրա ձեռագիր հուշագրության մի տետրակ եւ ելի այլ իրեր նույնպես եւ հիմա Թանգարան ինստիտուտի աշխատակցուհիներից մեկը պատրաստում է մեծ աշխատանք նվիրված Սողոմոն Թեհլիրյանին ես հուսով եմ այն մյուս տարվա ընթացքում կտպագրի, որտեղ դա բավականին ծավալուն աշխատանք է լինելու։ Մենք 2020 թվականին, եթե չեմ սխալվում 20 թվականին էր, կազմակերպեցինք կորոնավիրուսի տարիներ, կազմակերպեցինք ժամանակահատվածություն հենց վերապրածների սերունդների մասին։ Մոտ 30 պատմություններ եւ այդ 30-ից 12-13-ը հենց մեր թանգարանի աշխատակիցների, ուրեմն պապիկ տատիկների մասին էր։ Եթե ազգագրության գնանք դեպի հաշվի առնելով նաև ձեր մասնագիտությունը, հաջորդ մասնագիտությունը, այսպես ասած, այդ վերապրածների սերունդների շրջանում հոգեբանական որևէ փոփոխություն տեղի է ունեցել արդյոք այդ առումով, եթե ուսումնասիրել եք իհարկե։ Դժվար է այդպես ասել, բայց մի բան նրանք ցավը արյուն այսպես գենետիկ կոդերով փոխանցվում է, ինչ եք կարծում։ Ես կխուսափեի գենետիկ կոդ այդ եզրույթը օգտագործելուց եւ ցավը իհարկե փոխանցվում է, բայց նաեւ
ցավի դեմ պայքարելու անհրաժեշտության գիտակցումը կա։ Այն որ ես ասացի պատմական ճշմարտություն եւ պատմական արդարություն, իհարկե այդ բանի գիտակցումը կա եւ ոչ միայն նրանց մեջ, այլ նաեւ մեր բովանդակ հայ ժողովրդի մեջ, էլի։ Ես ինքս վերապրածի թոռ եմ։ Այսինքն իմ տատիկը 1898 թվականին ծնված, այդ ժամանակ 17 տարեկան է, Վան քաղաքում մասնակցել է երեխեքը բան էին անում։ Ինքնապաշտպանական մարտերին։ Ոչ թե մարտերին, այլ այդ դատարկ պարկուճները հավաքում էին, հետո վանեցի վարպետները վարոդ էին լցնում եւ օգտագործում էին թուրքերի դեմ, էլի։ Եվ ինքը եւ նրա եղբայրը Հարություն Թուրքյան կար այդպիսի պատմաբան, ու ես հպարտ եմ։ Իհարկե։ Միանշանակ չեմ կարծում, որ ինչ-որ մեկը հպարտ չլինի դրանով։ Եթե անցնենք այլ դաշտ, մենք ինչ ունենք անելու սերունդների հետ։ Ինչ դասավանդենք սերունդներին, ինչպես դասավանդենք։ Հիշելու թե պահանջելու, այսպես հոգեբանությունն է կարևոր առաջ տանելը։ Դա դժվար հարց է։ Եվ ես կփորձեմ վաղը այդ հարցին անդրադառնալ, եւ ասեմ դες, ես մոռացա ասել կրթական ծրագրերի մասին։ 2019 թվականից ի վեր Ցեղասպանության թանգարանը պարբերաբար իրականացնում է կրթական ծրագրեր։ Մինչ այդ եղել են մի քանի անգամ, իսկ սա հիմա դարձավ 19 թվականից ի վեր պարբերաբար։ Ինչ ենք անում։ Ուրեմն նախ թեմաների վերնագրեր ենք դնում մեր կայքեջում, ուսուցիչները ընտրում են եւ աշակերտների հետ գալիս են, մեր աշխատակիցը զեկուցում քննարկում են կազմակերպում ու հետո նայում են ցուցադրությունը։ Դրանից զատ նույն 2019 թվականից արդեն այս տարի կլինի 7-րդ անգամ ուսուցիչների համար կազմակերպում ենք ամառային դպրոցներ, երկօրյա կամ երրորդյա, եւ արդեն այս տարի երևի թե 4-րդ անգամ կգան, ուրեմն Genocide Education Project կա Միացյալ Նահանգներում եւ նրանք ամերիկացի, ոչ թե հայ, ամերիկացի ուսուցիչների բերում են վերապատրաստման Հայաստան եւ նրանց այսպես կայանման բանը դա Թանգարան ինստիտուտն է։ Այսինքն կրթական գործը շարունակվում է։ Մենք ուրեմն գիտաժողով արեցինք 2022 թվականին հայոց ցեղասպանության թեմայի դասավանդման հետ կապված կրկին 30 ուրեմն գիտնականներ տարբեր տեղերից Իսրայել, Ռուանդա, այսինքն ցեղասպանություն տեսած ժողովուրդներ, եվրոպական երկրներ, Միացյալ Նահանգներ, այդ մասնակիցները մեր թանգարանից իհարկե ելույթներ ունեցան այդ հարցերի շուրջ եւ մենք կազմեցինք ուրեմն ցեղասպանություն առարկայի, տեսեք ցեղասպանություն առարկայի դասավանդման ուրեմն ոնց է կոչվում այդ curricula ուսումնական ծրագիր, հա, որը ենթադրում էր, եթե չեմ սխալվում, 64 ժամ։ Մենք ենթադրում ենք, որ դա 11-րդ դասարանների աշակերտների համար կլինի։ Դա հավանության արժանացավ ԿԳՄՍՆ-ի կողմից նախարարի ստորագրությամբ եւ դրվեց համացանցում մեր կայքում դա կա։ Այստեղ խնդիրը եւ դպրոցները կամ դպրոցների ուսուցիչները արդեն թողնված է իրենց, որ իրենք վերցնեն, կարողանան ժամեր գտնել եւ մատուցել։ Ես ինչի եմ շեշտում 64 ժամ, որովհետեւ այսօրվա հայոց պատմության դասագրքերում 2 դաս է, եթե չեմ սխալվում։ Այո, շաբաթական։ Եվ այն գնում է որպես առաջին աշխարհամարտի տարիներին, էս եղավ եւ այլն։ Մենք ցեղասպանություն տեսած ժողովուրդ ենք եւ պետք է մատաղ սերունդը հասկանա այդ երևույթը ինչպես է ծագել, ինչ զարգացումներ է ունեցել, ինչ հետևանքներ է ունեցել։ Այսինքն գիտելիքը լինի ոչ թե ասենց ասեմ շատ հակիրճ համառոտ այսպես ասած։ Հա, գիտելիքը ոչ թե ունի տեսական խորը հիմքեր, այլ պարզապես հա, էս է եղել, հա, այսքան զոհ ենք ունեցել, մակերեսային է։ Հիմա սերունդներ են փոխվել։
դա վաղուց արդեն ոչ թե կոլեկտիվ հիշողության, այլ պատմական հիշողության ոլորտում է եւ շատ կարեւոր է որ դա ունենա խորքային բան ունենա էլ երեխեքի մեջ։ Այո, խնդիրը այստեղ նաև ոչ միայն հիշելն է, այլ նաև այդ պայքարի հոգեբանությունը մտցնելը չենք ուզում։ Բայց շատ հաճախ զրուցում են այսպես մասնավոր զրույցներում լսում են, դե ինչքան պետք է լացենք, խնդիրը լացելու մեջ չէ։ Լացենք, բայց նաև սովորենք պայքարել։ Խնդիրը դա պետք է, այդպիսի խնդիր պետք է դրվի, ես կարծում եմ։ Հա, հիմա տեսեք, մի հոդված ունեմ եւ այդ հոդվածը եւ կա համացանցում եւ այդ բանը ժուրնալը տվեցի նաեւ գրադարանին։ Հիշում եմ եւ պահանջում կարգախոսի մասին։ Ես այնտեղ հարցեր եմ բարձրացնում, ում եմ հիշում, ինչ եմ հիշում, ինչպես եմ հիշում։ Ինչ եմ պահանջում, ումից եմ պահանջում, ինչպես եմ պահանջում։ Սրանք երբ որ ոչ միայն կարգախոսն ես ասում, այլ նաև փորձում ես հասկանալ դրա բովանդակությունը եւ ինչ զարգացումներ են եղել եւ կարող են լինել, դա ես առաջարկում եմ ինչ որ ավելի մի քիչ խորանանք, էլի։ Ում եմ հիշում, դուք շատ ճիշտ նկատեցիք ոչ միայն զոհերին, այլ նաև դիմադրողներին եւ վերապրողներին։ Դա իմ մասնագիտական մոտեցումն է։ Ես չեմ ասում, թե դա Թանգարան ինստիտուտի մոտեցումն է, դա իմ որպես հետազոտողի մասնագիտական մոտեցումն է եւ ըստ այդմ նաեւ այդ կրթական բանն է գալիս եւ մեկ այլ հոդված կա նաեւ վեմ հանդեսում հայոց ցեղասպանության դասավանդման թեմայի դասավանդման հիմնախնդիրները այ ինչ եւ ինչպես այդ թեմային անդրադարձել եմ բայց դա երկար պատմություն է դա թողնենք մեկ ուրիշ առիթի համար հուսամ կունենանք դեռ նման առիթ հանդիպելու տաղավարում եւ զրուցելու եւ ինձ հետաքրքիր է նաեւ մեկ կարեւոր բան միջազգային անճանաչելիությունը շատ հաճախ ցեղասպանության միջազգային անճանաչելիությունը տարբեր վերլուծաբաններ կապում են նրա հետ որ այսօր մեր օրերում էլ երկիր մոլորակի տարբեր հատվածներում շարունակում են ցեղասպանությունները Համաձայն եք դրա հետ, որ անպատժելիությունն է բերում նաև դրան։ Գիտեք, մենք բազմաթիվ տասնամյակներ մենք այդպես ասել ենք։ Դա մեր ինքնության մաս է կազմում։ Այ եթե ճանաչեին, այս ինչը չէր լինի, այն ինչը չէր լինի։ Ինչ է ցույց տալիս այսօրվա փորձը։ Ճանաչել են Հոլոկոստը, հայոց ցեղասպանությունը ճանաչել են ավելի քան 3 տասնյակ երկրներ, Կամբոջա, Ռուանդա ճանաչել են, դատապարտել են, Սրեբրենիցա դատապարտել են, բայց եղավ Արցախը, բայց եղավ եւ շարունակում է Գազան։ Գազան, այո։ Այսինքն քաղաքականությունը մի քիչ ուրիշ բան է։ Այն չի ինչ որ ասում են պատմաբանները, այլ քաղաքական գործիչները այլ կերպ են Եթե անգամ մտածում են ճիշտ, բայց իրենց գործում են այլ կերպ եւ դա է իրականությունը։ Եվ մի բան եմ ուզում ավելացնել, ես չեմ գտնում մենք ունենք անելիք։ Մենք ասելով ես նկատի ունեմ ավելի շատ սփյուռքահայությանը կոնկրետ այս պարագայում ինչ նկատի ունեմ։ Տեսեք, հրեից ճանաչելիության մասին ենք, չէ՞ խոսում։ Հրեից հոլոկոստի մասին կա 70 թանգարան եւ ցուցասրահ աշխարհում Jewish Museum հրեից թանգարան կա 100 եւ ավելի աշխարհում հայոց ցեղասպանության քանի թանգարան գիտեք Ես մեկը գիտեմ Վերջ Թանգարան ասելով ես նկատի ունեմ եւ ցուցադրություն եւ գիտաշխատողներ եւ հրատարակություն եւ մշտական գործող կառույց Չկա ոնց աշխարհը ճանաչի բացի գիտնականներից այ հասարակ քաղաքացիները ոնց ճանաչեն Ցավոք սրտի մեր սփյուռքահայ բարեկամները, հայրենակիցները մի քիչ այլ ուղղությամբ գնացին, կառուցվում են խաչքարեր։ Տարբեր համայնքներում, սփյուռքի հայ համայնքներում խաչքար, որի մոտ հավաքվում են տարվա մեջ 1 օր, ապրիլի 24-ին։ Եթե կառուցեին թանգարան, թանգարանը աշխատում է 300 օր։ Եվ թանգարանը գիտելիք է տալիս եւ այդ երկրի քաղաքացիներին, եւ այդ երկրի հյուրերին եւ այլն։ Նա բան քարոզչության, գիտական քարոզչության օջախ է, որ լույս է սփռում։ Բայց թանգարանը նաեւ ծանր գործ է։ Այսինքն սփյուռքահայ համայնքների ուժը դրսևորվում է ոչ միայն ինչ որ մի քանի միլիոն
10-15 միլիոն դոլար Հայաստան համահայկական հիմնադրամին կամ Հայաստան պետությանը տարբեր բարեգործական ծրագրերով օժանդակելու, այլ իրենք խնդիր ունեն հենց այն ինչ որ իրենց դարձրել է սփյուռք, այդ երևույթի մասին խոսեն, առաջարկեն համենայնդեպս թանգարանային ցուցադրությունների միջոցով։ Ինչը որ այսօր ցավոք սրտի շատ թույլ է արվում։ Դե ես կարծում եմ դա միայն սփյուռքահայերի գործը չէ, պարոն Մարությյան, դա պետքա քաղաքականություն լինի համահայկական, կապ չունի դա Հայաստանի Հանրապետության, իմ կարծիքով գուցե ես չեմ կարծում, եւ սփյուռքահայության այստեղ միավորվել է պետք մեկ գաղափարի շուրջ։ Տեսեք, այդ դրա համար ես գնահատեցի որպես լավ քայլ քաղաքապետարանի բանը, այս հրավերը, եւ լավ կլինի, որ մյուս տարի մյուս քաղաքներում հանրապետության կամ մարզկենտրոններում հրավիրեն մասնագետների քննարկում ունենան եւ այլն եւ այլն։ Մի բան է, երբ որ մենք խոսում ենք ընտանիքում կամ բակում կամ ընկերների հետ, մեկ այլ բան է գիտական շրջանակում այդ զրույցը ծավալել։ Եվ վերջում որպես ամփոփում, եթե մի օր ցեղասպանությունը հայոց ճանաչվի Թուրքիայի կողմից, այսինքն այդ հարցը ճանաչելիության հարցը համարենք փակված։ Սա ինչ կտա մեզ հայկիրճ, եթե այսպես ասենք, եւ արդյոք սա կապը չի խզի սփյուռքահայության հետ, այն առումով, որ ի վերջո ամենագլխավոր խնդիրներից մեկը, որ միավորում է Սփյուռքին եւ Հայաստանի Հանրապետությանը, դա նաեւ ցեղասպանության ճանաչելիությունը, այսպես ճանաչելիության հետքերով գնալն է։ Բացարձակապես։ Եվ հիմնավորվածությունը ես կարող եմ ասել հրեից հոլոկոստի օրինակով։ Հրեից հոլոկոստը ճանաչված է աշխարհի կողմից 40-50-ական թվականներից ի վեր, հրեական սփյուռքը եւ Իսրայել պետությունը շարունակում են սերտորեն համագործակցել եւ բացարձակապես խնդիր չկա, շարունակում են պայքարել հոլոկոստի ժխտողականության դրսևորումների դեմ եւ այլն։ Բայց իրենք այսօր բան է հոլոկոստ են անում։ Այդ էլ իրարից, այդ բանը մեզ չի սպառնում ամենայն։ Բնականաբար հաստատ չի սպառնում, եւ դա ինչ կտա հայ ազգին դրա ճանաչելիություն, որպես ամփոփում։ Շատ բան։ Մենք նոր խնդիրներ կունենանք լուծելու։ Այն հայրենասիրությունը, երբեմն թույլ տվեք ասել ուռա հայրենասիրությունը, որ ասենք ես տեսնում եմ Facebook-ում, ես չեմ տեսնում մարդկանց շատ այցելուներ, օրինակ ցեղասպանության թանգարանում։ Այցելուների հիմնական ճնշող մեծամասնությունը օտար երկրացիներ են։ Եվ իհարկե աշակերտներ, իհարկե հայաստանցի, էլի, ճանաչելիություն, ճանաչել գիտելիք, մարդկանց թվում է, որ հա, իրենք գիտեն ինչ-որ մի քանի բաներ, դա բավարար է, դա բավարար չէ։ Վաղը մյուս օրը, երբ որ դու հանդիպես մի ժխտողականի, նա քեզ ուղղակի քո մակերեսային գիտելիքների պատճառով քեզ կծալի կդնի իր գրպանը, այսպես պայմանական եմ ասում իհարկե։ Մենք հայոց ցեղասպանության հիշողությունը մեր ինքնության կարևորագույն տարրերից մեկն է։ Եվ մենք դրա մասին պետք է իմանանք շատ բան եւ զինված լինենք այդ գիտելիքով։ Գիտելիքը ուժ է։ Գիտելիքը ուժ է։ Բոլոր առումներով։ Շնորհակալ ենք շատ պարոն Մարության հետաքրքիր զրույցի համար։ Ես եմ շնորհակալ այդ հնարավորության համար։ Կարևորի մասին հաղորդաշարն էր եթերում, այսօր մենք խոսեցինք ցեղասպանության 110-րդ տարելիցի մասին եւ ոչ միայն Իսքի Մյուրը, ազգագրագետ, ցեղասպանագետ, Հայոց ցեղասպանության թանգարան ինստիտուտի բաժնի վարիչ, պատմական գիտությունների դոկտոր Հարություն Մարությանն էր։ Հաջողություն։